Նոր շենքի կառուցման ծրագիրը 7 տարի առաջ սկսվեց այլ գաղափարով ու ֆինանսական ուղղություններով։ 2019 թվականի օգոստոսին ծննդատան նոր շենք կառուցելու բարեգործական նախաձեռնությամբ հայտնվեց շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը, որի հետ առողջապահության նախարարությունը հուշագիր ստորագրեց, համաձայն որի հայ ներդրողը իր բարեգործական հիմնադրամի միջոցներով էր ծննդատունը կառուցելու եւ նվիրելու Գյումրիին, բայց շինարարության 30%-ն էլ չարված հիմնադրամը դադարեցրեց ֆինանսավորումը։ Ինչ որ մի հատ կետի հասանք, երբ որ ինքը հրաժարվեց շինարարությունը շարունակել, բնականաբար կառավարությունը իր վրա վերցրեց այդ պարտավորությունը, որ շարունակի։ Ծննդատունը շվեյցարահայ գործարարի անավարտ գործերից միակը չէ։ Գյումրիի նախկին երկաթգծի, հետո մարզային հիվանդանոցի վերափոխված մասնաշենքերի վերականգնումը եւս չշարունակվեց, որոնք ըստ ներդրումային ծրագրի դառնալու էին արտադրական նշանակության տարածքներ։ Այս ուղղությամբ ուշադրություն ու հետևողականություն որևէ կառույց չի ցուցաբերում։ Իսկ ծննդատան շինարարությունը դադարներով, շինարար փոխելով հասավ մինչև 2025 թվական, եւ պետության ֆինանսավորմամբ մրցույթում հաղթած մեկ այլ շինարար վերսկսեց կառուցապատումը։ Այս ընթացքում նոր շինընկերությունը փաստաթղթային որոշ անճշտությունների պատճառով լուրջ խնդիրներ է ունեցել։ Տարբեր գերատեսչություններում դրանք հարթվելու անհրաժեշտություն է առաջ եկել։ Մենք այս ժամանակահատվածը օգտագործեցինք այդ թղթաբանության խնդիրները լուծելու, ու դեռ ամբողջությամբ էլ չի լուծվել, շարունակում է այդ խնդիրները լուծվել, բայց միևնույն ժամանակ շինարարը այնտեղ աշխատում է։ Փոփոխությունները ժամանակի ընթացքում կամաց-կամաց լուծվելով հասել է նրան, որ արդեն հասել ենք այն կետին, արդեն 8 ամիս է, որ ոչ մի խնդիր չունենք։ Ոչ փաստաթղթերի հետ կապված, ոչ ֆինանսավորման հետ կապված, ոչ էլ նախագծերի հետ կապված արդեն։ 8 ամիս առաջ վերսկսված աշխատանքների մեծ մասը եղել է թերություններով, նախագծային շեղումներով կատարվածը քանդելը։ Նախկին երկու շինարարներն անորակ գործն արել են թե արտաքին, թե ներքին հատվածներում։ Եռահարկ շենքի բոլոր հարկերում փոփոխություններ են եղել։ Կոմունիկացիոն ենթակառուցվածքները եւս փոխել են նախկինի համեմատ, թեև ավելի ծախսատար են, բայց արդյունավետ են։ Նոր նախագծով կացարատունը արդեն տանիքում է տեղավորվում, ել չենք օգտվելու Գյումրի բժշկական կենտրոնի կացարատնից, այնտեղ ջերուսման խողովակները բերենք, հասցնենք ստեղ, էլի ծննդատուն։ Ստեղ ունի արդեն ծննդատուն իր առանձին կացարատուն։ Հին նախագծով կառուցված հարթ տանիքն են ձևափոխել, մետաղական կոնստրուկցիաներ են հավաքել, որպեսզի թիթեղապատ տանիք կառուցեն։ Հարթ տանիքները ցուրտ կլիմաներում երկար չի աշխատում։ Նրա կյանքը կարճ է լինում։ Թեկուզ եթե ինչ-որ ասում են, որ մոտավորապես 20 տարի հնարավոր է աշխատի, հնարավոր է Երևանում կամ Արմավիրում կամ Արարատի մարզում լինի, էլի, բայց Գյումրիում իմ կարծիքով Սևանում նրա կյանքը կարճ է, էլի։ Շինարարը եռահարկ շենքի արտաքին երեսապատումը եւս նորացրել է, բազալտով ու սև տուֆ քարով են շարել։ Նոր շենքում 38 մահճակալ հզորության ծննդօգնություն են իրականացնելու։ Այստեղ տեղափոխվելու է Գյումրի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքը։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։